Եթե հնարավոր լիներ, որ սուպերհերոսը կուզեիր լինել, ասենք, ինչ գերուժ ունենալ։ Ես օրինակ կուզեի բադի կարողություն ունենալ։ Ինչքան մտածում եմ, համոզվում եմ, որ բադի ուժը թերագնահատված է։ Մի պահ մտածիր, թռչել, լողալ, քայլել։ Եթե մարդկանց հարցնես կուզենայիր թռչել, շատերը կասեն, որ կերազեին այդ մասին։ Ես հաստատ ուզում եմ այդ ուժը։ Պատկերացրու, նայում ես բարձրահարկ շենքն ի վեր եւ ապա դու հենց այսպես ուղակի վայրեջք ես կատարում այնտեղ ու երջանիկ ես, նայում ես այդ տեսարանին, գնահատում ես այն ու դա ամբողջը չէ։ Դու նաև կարողանում ես լողալ, ջրի վրայով սահել։ Եթե ես այդ կարողությունն ունենայի, ամենասահուն մարդը կկոչվեի։ Շատ հավես կլիներ։ Հա, չմոռանամ, նրանք նաև քայլում են։ Նրանց ոտքերը լողաթաղանթներով են։ Հիմա սկսեցի մտածել օլիմպիական խաղերի մասին։ Ես շահելու եմ բոլոր մրցանակները։ Բայց մի րոպե, ինձ չեն թողնի մասնակցել։ Գերկարող մարդկանց արգելված է մասնակցել օլիմպիադաներին։ Որքան մտածում եմ, ուժեղ կենդանիների շրջանում բադերը ամենաստորադասվածն են։ Բայց ես հենց նրանց կարողությունը կուզեի ունենալ։ Հա, շատ լավ է հնչում։ Ասենք, բադամարդ լինեիր։ Դե չգիտեմ։ Հա, բադամարդ, հա։ Ես խոհարարության կարողություն կուզեի։ Այ Տեր Աստված։ Ձեռքերիցս կրակ արձակել։ Իհարկե թռչել։ Թռչել, վերևում սավառնել ու նայել ներքևի փոքրիկ մարդկանց։ Կուզեի կարդացածս միանգամից հասկանալու կարողություն։ Տելեկինետիկ ուժ։ Մի բան դուրս չի գալիս մի կողմ նետիր։ Տելեպորտացիա։ Մի պահ ժամանակը կանգնեցնել ու հանգստանալ։ Կարդալ մարդկանց մտքերը, որ իմանամ մեկին մի սխալ բան ասելիս ինչպես է նա արձագանքում։ Երբ երկու հոգի կռվում են, ասեմ խաղաղություն ու նրանք ընկերանան մտքեր կարդալ։ Նման բան չկա։ Անտեսանելիություն։ Ես կուզեի լինել ջրահարսի պես, բայց թռչող ջրահարսի պես։ Այսինքն կարողանայի պոչ ու ոտքեր աճեցնել, շնչել ջրի տակ ու նաև թռչել։ Կարծում եմ վատ չէր լինի։ Շատ լավ կլիներ։ Տելեպորտացիա 100%։ Տելեպորտացիայի կարողություն։ Այդպես զրի ես ճամփորդում։ Տելեպորտացիա։ Նաև կարող ես թռչել, եթե ամեն անգամ ավելի ու ավելի վեր գնաս։ Տելեպորտացիան հավես կլիներ։ Ես մտածել եմ դրա մասին։ Ժողովուրդ, մենք հիմա ճամփա ենք ելնում, մեքենայով ենք գնալու։ Ամբողջ խմբով մի քանի օր դրսում ենք լինելու, որովհետև Բենն ուզում է մի հատուկ կադր որսալ։ Այս դրվագի վերջում դրոնով նկարելու կադրը։ Դե գիտեք չէ թե ինչ է դրոնը։ Դրոնն ինձ մոտ է։ Ստացվելու է։ Երկար ճանապարհ ենք գնալու, բայց ամեն դեպքում ես սիրում եմ մեքենայով ճամփորդել։ Գիտես, կարող ենք նկարել թե ինչպես է դրոնը նկարում մեկ այլ դրոն։ Չեմ կարծում, որ նման բան արվել է։ Չգիտեմ։ Աղոթքը ամենատարածված բնազներից է։ Անգամ կրոնից հեռու մարդիկ իրենց կյանքի ինչ որ պահի աղոթում են։ Մեր ամեն հարաբերության հիմքը հաղորդակցությունն է։ Միասին լինելը, զրուցելը։ Մենք տարբեր կերպով կապ ենք ստեղծում միմյանց հետ։ Աստծո հետ կապվելու ձևն էլ աղոթքն է։ Պարզ ասած, աղոթքը Աստծո հետ խոսելն է։ Դա մեր երկնային հոր հետ ունեցած հարաբերության ամենաբնական արտահայտությունն է։ Դա նման է հոր եւ զավակի զրույցին։ Ես սիրում եմ, երբ որդից հացը վազում է ինձ մոտ ինչ-որ բան ասելու։ Սիրում եմ ժամանակ անցկացնել նրա հետ ու լսել նրան։ Աղոթքին էլ կարող ենք այդ նույն ձևով նայել, երբ հոր սերը գիտակցող զավակները վազում են նրա մոտ, նրա հետ խոսելու։ Դրանում չկա ոչ վախ, ոչ կասկած, ոչ էլ անհարմարություն։ Պողոսը գրում է, որովհետև նրանով, այսինքն Հիսուսով, երկուսս մեկ հոգով հորը մոտենալու արտոնություն ունենք։ Ուստի աղոթքը Հիսուսի միջոցով է, այսինքն Հիսուսը խաչի վրա մահացավ մեզ համար, ինչի շնորհիվ մենք մուտք ունենք Աստծո մոտ, եւ մեր միջև պատնեշ չկա։
Իսկ հռոմեացիների թղթում գրված է, որ նույնիսկ եթե չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, հոգին օգնում է մեզ։ Երբ Հիսուսն աղոթել էր սովորեցնում, ասաց. «Մտիր քո սենյակը, փակիր դուռը եւ ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որը տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ»։ Սրանով Հիսուսը նկատի ուներ, որ աղոթելը օգուտներ ունի։ Աղոթքի օգուտներից մեկը, որ ես տեսել եմ իմ կյանքում, փոփոխությունն է։ Կարող ես աղոթել ցանկացած բանի համար, լինի փոքր թե մեծ։ Աստված հոգում է ամեն բանի համար, սկսած քո ընտանիքի կարիքներից մինչև համաշխարհային խնդիրները։ 24 տարեկանում մի տարի բացակայությունից հետո ես վերադարձա Վանկուվեր։ Ընկերոջս Մարկի հետ մնալու տեղ գտանք ու ես սկսեցի աշխատանք փնտրել։ Ես այնքան խեղճ վիճակում էի, որ ստիպված էի նրանից պարտքով գումար վերցնել տան առաջին ամսվա վարձի ու սննդի համար։ Տեղափոխվելուց մոտ 1 շաբաթ անց նկատեցի, որ զուգարանի թուղթը վերջանում էր, իսկ ես դեռ փող չունեի։ Ուստի աղոթեցի Աստծուն. Տեր, ես անգամ զուգարանի թուղթ չեմ կարողանում առնել։ Ես կարիք ունեմ, որ դու հոգաս ինձ համար։ Հաջորդ օրը, երբ մեքենայով գնում էի, առջևում քամուց թռչող մի բան նկատեցի։ Մոտենալով տեսա զուգարանի թղթի մի քանի տասնյակ փաթեթ, ցիրուցան եղած ճանապարհին։ Փաթեթներից մի քանիսը պատռվել էին, բայց շատերն անվնաս էին։ Ինքս ինձ ծիծաղելով կանգ առա, երկշերտ թղթի անվնաս փաթեթները հավաքեցի ու հեռացա ամիսների պաշարով։ Այդ պահին ես գիտեի, որ Աստված էր հոգում ինձ համար։ Նաև Աստված հումորի զգացում ունի։ Համաձայն եմ, որ այս օրինակը գուցե այնքան էլ պատշաճ չէ, բայց իմ փորձից ասեմ, որ անհամար անգամներ Աստված հոգացել է թե իմ մեծ, թե փոքր կարիքների։ Հիշում եմ երբ էր, որ հասկացա, որ կարող եմ աղոթել ամեն բանի համար։ Ավագ դպրոցում ընկերներիցս մեկի հետ հարաբերությունները սկսել էին վատանալ։ Եթե նման իրավիճակում եղել եք, կհասկանաք, թե հաճախ որքան նեղված ու հիասթափված է զգում։ Հիշում եմ, որ Բենն ասաց. «Ջեյ, դու պիտի աղոթես դրա համար»։ Չգիտեմ ինչու, բայց աղոթքը վերջին բանն էր, որ այդ ժամանակ կուզեի անել։ Սակայն ի վերջո մի օր սկսեցի աղոթել եւ շարունակեցի աղոթքներս դրա համար։ Արդյունքում այդ իրավիճակի հետ կապված ողջ տհաճությունը հեռացավ ինձնից։ Ավելին, մեր ընկերությունը վերականգնվեց ու մինչև օրս լավ ընկերներ ենք։ Գիտեմ, որ կարող եք մտածել, թե զուգադիպություն է դրա պատճառը անպայմանորեն աղոթքը չէ, բայց ես բացահայտել եմ, որ զուգադիպությունները պատահում են, երբ աղոթում եմ։ Սա մեկ անգամյա դեպք չէ, այլ օրինաչափություն է իմ կյանքում։ Աստված պատասխանում է, երբ աղոթում ենք։ Աղոթքը միայն խնդրանքը չէ, այն հաղորդակցության բնույթ ունի։ Երբեմն մենք Աստծուն վերաբերվում ենք որպես ավտոմատ սարքի։ Մեր աղոթքներն այսպիսին են. քննությանը լավ գնահատական եմ ուզում։ Հա, նաև թող իմ թիմը հաղթի հաջորդ խաղին։ Սակայն աղոթքը պարզապես խնդրանքներ շարելուց ու հեռանալուց վեր է։ Այն մեզ մեր երկնային հորը մոտեցնելու համար է։ Հե, եղբայր, ինձ համար կվերցնես պանրով նաչոս։ Շնորհակալ եմ աղբերս։ Հա, լավ։ Աղոթքի օգուտներից է նաև այն, որ փոխվում է մեր մոտեցումը կյանքին։ Աղոթքի շնորհիվ մենք հիշում ենք, որ Աստված մեզ հետ է ամեն իրավիճակում։ Փիլիպեցիների 4-րդ գլխում գրված է. «Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի»։ Երբ աղոթում ենք, փոխվում է մեր մոտեցումը կյանքին։ Սկսում ենք հասկանալ, որ Աստված իրոք մեզ հետ է ամեն բանում, եւ նրա ներկայության իրականությունը խաղաղությամբ է լցնում մեզ։ Այն պատճառով, որ մեր աղոթքները հաճախ ավելի եսասիրական են, ուրիշների համար չեն, խնդիրը ժամանակի ընկալման մեջ է, պատասխանը գուցե անմիջապես չես ստանում կամ երկար ժամանակ չես ստանում, բայց նա ավելի հեռահար ծրագիր ունի։ Երբեմն ես մտածում եմ, որ եթե մարդիկ որքան ժամանակ որ աղոթում են, այդքան ժամանակ կտրամադրեին բարիք գործելուն, գուցե ավելի մեծ արդյունքի հասնեին։ Որովհետև աղոթքն ամեն ինչի պատասխանը չէ։ Պատասխանն ակնհայտ է, ուղղակի Աստված գոյություն չունի։ Չես կարող միշտ ստանալ ուզածը։ Հա։ Դա ուղղակի պրակտիկ չէ։ Աղոթքը ջինին ուղղված ցանկություն չէ։ Պարզապես Աստված սեփական մոտեցումն ունի։ Գուցե քո կարծիքով դա քեզ շատ է պետք, բայց իրականում պետք չէ։ Մարդիկ մտածում են, թե Աստված ինչ-որ բաներ է տալիս մեզ, իսկ նա ցույց է տալիս ճանապարհը։ Անձամբ ես չեմ հավատում, որ որևէ բարձրագույն էություն կա, ուստի չեմ կարող ասել։ Իմ կարծիքով մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ ստանում են իրենց աղոթքների պատասխանը, որովհետև դա մեր ուզածն է, ոչ թե Աստծո ուզածը, մեր ուզածն ու Աստծո ուզածը իրար հակառակ են։
Աստված միշտ լսում է մեր աղոթքները, բայց երբեմն թվում է, թե նա չի պատասխանում, կամ էլ մեր ուզած պատասխանը չի տալիս։ Հայր լինելը օգնում է ինձ հասկանալու պատճառը։ Մի քանի տարի առաջ ընթրիքի ժամանակ վարունգ էի կտրատում, երբ որդից Հադսոնը մոտեցավ ու ձեռքերը վեր պարզելով սկսեց աղմկել, ինչ-որ բան պահանջել։ Նա այդ ժամանակ դեռ չէր կարողանում խոսել։ Ես ենթադրեցի, որ վարունգ է ուզում, բայց երբ տվեցի, թքեց դա գետնին։ Ես հարցական նայեցի նրան, թե ինչ է ուզում, իսկ նա ձեռքերը վեր պարզած շարունակում էր պահանջել։ Վերջապես հասկացա, որ ուզածը ոչ թե վարունգ էր, այլ դանակը։ Ահավորն այն է, որ առաջին մղումս դանակը նրան տալն էր, որովհետև իբրև հայր քո գլխավոր ցանկությունն է միշտ էլ զավակիդ բարի նվերներ տալը։ Ես իհարկե դանակը չտվեցի նրան, դա սարսափելի կլիներ։ Սակայն սկսեցի ինքս ինձ մտածել. Հադսոն, այս տանը ամեն բան քոնն է։ Դու կարող ես վերցնել ամեն ինչ, բայց ոչ սա։ Դու պիտի վստահես ինձ, սա լավ չէ քեզ համար, սա կվնասի քեզ, հասկանում ես։ Աղոթքի մասին խորհելիս ես էլ նախ մտածում եմ, որ Աստված իմ երկնային բարի հայրն է, ով սիրում է լավ նվերներ տալ իր զավակներին։ Սակայն նա տեսնում է ընդհանուր պատկերը եւ լավագույնն է կամենում մեզ համար։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք վստահել նրան, անգամ երբ նա մեր ուզածով չի պատասխանում մեր աղոթքներին։ Երբ հետ եմ նայում, երբեմն տեսնում եմ պատճառը, թե ինչու է Աստված տվյալ աղոթքին այդպես պատասխանել, բայց երբեմն էլ պատճառը չի հասկացվում, ինչը հաճախ բավականին ծանր է։ Հիշում եմ այն գիշերը, երբ իմացա, որ ծնողներս բաժանվում են։ Կարծես մի ակնթարթում իմ ողջ աշխարհը փլուզվեց։ Ես ուղղակի վազեցի իմ սենյակ, ընկա ծնկներիս ու սկսեցի աղաղակել Աստծուն, փորձելով հասկանալ, թե ինչ էր տեղի ունենում։ Մինչև հիմա էլ ես չգիտեմ, թե ինչու Աստված չպատասխանեց իմ այդ աղոթքին ու ընտանիքս չփրկեց բաժանումից։ Այդ գիշեր ավելի ուշ գիտարս վերցրած նվագում էի եւ երգում էի։ Եվ արցունքները հոսում էին աչքերիցս, երբ երգում էի, որ Աստծո սերն է իմ խարիսխը փոթորկի մեջ։ Ես Աստծուն ասացի. Տեր, ես չեմ հասկանում այս ամենի պատճառը, բայց ես պիտի շարունակեմ քեզ վստահել։ Իմ սիրելի հեղինակներից մեկը, Քորի Թեն Բումը, ով փրկվել է Հոլոկոստից, ասել է. երբ գնացքը մտնում է թունել եւ շուրջդ մթնում է, դու տոմսդ չես նետում ու գնացքից դուրս թռչում։ Դու հանգիստ նստում ես վստահելով գնացքավարին։ Երբ նեղության մեջ ես, իմացիր, որ դու դրանում մենակ չես, Աստված քեզ հետ է, նա սիրում է քեզ եւ լիովին հասկանում է քո վիճակը։ Իմ աղոթքն Աստծուն ավելի շատ նման է երկխոսության, ու ես փորձում եմ չսահմանափակվել դա հատուկ վայրերով։ Աղոթել եմ եւ երբեմն շատ փոքր բաների համար եմ աղոթել։ Փոքր հասակում տատիկիս հետ շատ էի ժամանակ անցկացնում ու միասին շատ էինք աղոթում։ Դե նայած, մեկ-մեկ լավ է ստացվում, մեկ-մեկ վատ, բայց հիմնականում ոչ։ Կարճ ասեմ, չի օգնել։ Դա շփոթեցնող է, որովհետև համոզված չեմ, թե ում եմ աղոթում։ Հա, մեկ-մեկ աղոթում եմ եւ գոհ եմ։ Ես նախկինում աղոթում եմ։ Այո, աղոթել եմ։ Երեք աղոթեցի ավտոբուսում, որովհետև մի զույգ կռվում էր ու անհանգստացա։ Աղոթել? Աղոթել Աստծուն? Ոչ, երբեք։ Այդ մասին անգամ չեմ մտածել։ Մի անգամ մի քիչ։ Իրականում ոչինչ չզգացի, բայց փորձեցի։ Ես աղոթում էի, որքան հնարավոր է հաճախ եւ դա շատ լավ է։ Դա պահում է ինձ, նորոգում, թարմացնում է միտքս։ Հա! Մի անգամ մի քանի հոգի ուզում էին ինձ թալանել, ես էլ բղավեցի. Աստված, փրկիր ինձ սրանցից։ Ես 5-րդ դասարանում էի, երբ առաջին անգամ մամայիս մոտ քաղցկի աղտորոշեցին։ Ես վախեցած էի, քանի որ փոքր էի։ Անընդհատ մտածում էի հնարավոր բոլոր հետևանքների մասին ու այդ մտքերից տագնապում էի։ Շատ ճնշված էի հենց միայն այն մտքից, որ դա իմ ընտանիքի հետ էր կատարվում։ Ես պիտի գտնեի ձևը, թե ինչպես իմ իրավիճակը հանձնեի Աստծուն։ Երբ ի վերջո արեցի դա, մեծ ուրախությամբ ու խաղաղությամբ լցվեցի։ Սրտիս խորքում հասկացա, որ ամեն ինչ լավ էր լինելու։ Ես տակավին կարողանում էի երկրպագել Աստծուն ու անբացատրելի ուրախություն էի ապրում։ Ահա թե որտեղից է գալիս իմ հավատքը եւ որտեղ է կոփվել իմ բնավորությունը։ Մինչև հիմա էլ ես միշտ գիտակցաբար վստահում եմ Աստծուն եւ աղոթում եմ ամեն հարցում։ Միայն այդ ժամանակ եմ խաղաղություն գտնում։ Հաճախ թղթի վրա գրում եմ աղոթքներս ու առանձնանում եմ Աստծո հետ։ Սիրում եմ աղոթել երեկոյան քնելուց առաջ։ Իհարկե շատ հեշտ է նստել հեռախոսը ձեռքիս ու արդյունավետ ոչինչ չանել, բայց երբ այդ ժամանակը տրամադրում եմ Աստծո հետ զրուցելուն, երբեմն էլ երաժշտություն եմ միացնում, ամեն բան այնպես է փոխվում,
Երբեմն որոշ հարցերում նախապես չեմ աղոթում, այսինքն փորձում եմ իմ ուժերով դրանք անել, բայց երբ աղոթում եմ, Աստված իր ուժն է տալիս, որով կարողանում եմ հաղթահարել իմ ուժերից վեր բաներ։ Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխում գրված է Հիսուսի ուսուցումն աղոթքի մասին։ 6-րդ խոսքն այսպես է ասում. Երբ աղոթում ես, մտիր քո ներքին սենյակը, դուռը փակիր եւ աղոթիր քո Հորը, ով գաղտնի տեղում է գտնվում։ Երբ աղոթքի կյանք ես սկսում, Աստծո հետ առանձնանալու մշտական ժամի ու տեղի կարիք է առաջանում։ Փոքրուց տեսել եմ, թե ինչպես էր հայրս ամեն առավոտ իր կանաչ բազկաթոռին նստած Աստվածաշունչ կարդում ու աղոթում։ Իսկ իմ ընկեր Լենդրին, օրինակ, երեկոյան դուրս էր գալիս եւ քայլելով էր աղոթում։ Ամեն մեկս պիտի այնպիսի ժամ ու տեղ գտնենք, որ կարողանանք շեղող բաներից ազատ զրուցել Աստծո հետ։ Կարելի է աղոթքը սկսել տարբեր ձևով։ Ոմանք սկզբում տերունական աղոթքն են օգտագործում, ինչն իմ կարծիքով շատ լավ միտք է։ Իսկ տերունական աղոթքի առանցքում Հիսուսի կանչն է մեզ Աստծո հետ անհատական ձևով զրույց սկսելու։ Լավ, եթե կամենում եք, մենք ուզում ենք օգնել ձեզ աղոթել սկսելու հարցում։ Դա բոլորովին բարդ չէ։ Ընդհանրապես պետք է հիշել հետևյալ 3 բառերը. Շնորհակալ եմ, ներիր, խնդրում եմ։ Նախ շնորհակալությունը, գոհացեք Աստծուց նրա տված ամեն բանի եւ նրա ով լինելու համար։ Դա փոխում է մեր աշխարհայացքը եւ դուռ է բացում ուրախության։ Հաջորդը ներումն է։ Խնդրում ենք Աստծուն, որ ների մեզ մեր արած սխալների համար։ Սա աղոթքի լավագույն մասն է, որովհետև ներման խնդրանքին Հիսուսի պատասխանը միշտ այո է։ Երրորդը խնդրանքն է։ Հիսուսը սովորեցրեց այսպես աղոթել. Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, այսինքն կարող ենք Աստծուն բերել մեր ամեն կարիքը եւ մեր շրջապատի կարիքները։ Կարող ենք աղոթել թե ուրիշների եւ թե մեզ համար, ցանկացած պահի, ցանկացած տեղում։ Եվս մի քանի բան աղոթքի վերաբերյալ։ Նախ եղիր անկեղծ ու բնական։ Աստծո առաջ բաց եղիր։ Քո խոսքերը թող սրտիցդ բխեն։ Աստված ուզում է մասնակից լինել քո ողջ կյանքին, ուրեմն կարող ես ասել նրան ամեն բան։ Այնուհետև պարզ խոսիր։ Ճոխ բառերով կամ հատուկ լեզվով խոսելու կարիք չկա։ Նա քո երկնային հայրն է։ Դու կարող ես ուղղակի մոտենալ նրան առանց տպավորություն գործելու ջանքի։ Նաև հարատևիր։ Մի դադարեցրու աղոթքիդ կյանքը, եթե ինչ-որ ժամանակ մոռացել ես աղոթել կամ հուսահատության մեջ ես։ Որքան շարունակես, այնքան դա բնական կդառնա քեզ համար եւ կվերածվի երկխոսության։ Աղոթքի ժամանակ Աստված ոչ միայն լսում է, այլև խոսում քեզ հետ։ Հրաշալի է իմանալը, որ անսահման Աստված սիրում է լսել մեզ նման մարդկանց։ Նա տիեզերքի արարիչն է, իսկ տիեզերքը վիթխարի է։ Երկրից մոտ 150 միլիոն կիլոմետր հեռու գտնվող Արեգակը այնքան մեծ է, որ 960,000 երկիր մոլորակ կտեղավորվի դրանով։ Իսկ արևը մեր գալակտիկայի 300 միլիարդ աստղերից մեկն է։ Մեր գալակտիկան էլ 100 միլիարդ գալակտիկաներից մեկն է։ Այնպես որ երկրի ծովափերի ամեն մի ավազահատիկին միլիոնավոր աստղեր են բաժին ընկնում։ Ծննդոց գրքում գրված է. Նա նաև աստղերն արարեց։ Նա ստեղծել է ողջ տիեզերքը։ Եվ այդ արարիչը լսում է մեր աղոթքները, որովհետև կամենում է հարաբերություն ունենալ մեզ հետ։ Առհասարակ հարաբերությունը աճում է շփման միջոցով։ Մենք մեր ընտանիքի ու ընկերների հետ միասին ծիծաղում ենք, լացում ենք, գաղտնիքներ ենք պատմում, գանգատվում ու մխիթարում ենք իրար։ Նմանատիպ հարաբերություն մեզ հետ կամենում է նաև Աստված։ Նա մեր երկնային հայրն է եւ խորապես հոգում է յուրաքանչյուրիս համար։ Նա ուզում է շփվել մեզ հետ, իսկ դա հնարավոր է աղոթքի միջոցով։ Տարիների ընթացքում ես բացահայտել եմ, որ աղոթելը միշտ չէ, որ հեշտ է, սակայն դրանից են բխում հույսը, ուրախությունն ու կյանքը։ Ոստի, եթե դեմ չեք, հիմա մի փոքր պահ տրամադրենք աղոթելուն։ Նույնիսկ եթե դա առաջին անգամն է ձեզ համար, կարող եք խոսել Աստծո հետ, որևէ բան խնդրել նրանից, կամ պարզապես ձեր մտքում եղածը ասել նրան։ Եթե համաձայն եք, ուզում եմ մի կարճ աղոթք անել հիմա։ Տեր, այնքան շնորհակալ ենք, որ դու մեր երկնային հայրն ես, որ սիրում ես մեզ եւ լավագույնն ես հասկանում մեր իրավիճակները։ Օգնիր մեզ, որ աղոթել սովորելու ընթացքում կարողանանք ավելի ու ավելի ճանաչել քեզ։ Աղոթում ենք Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։
Ինչ ես կարծում, դրոնն ինչքան հեռու կգնա։ Չգիտեմ, Կարծում ես լավ կնայվի։ չգիտեմ։